Հիբրիդային հարձակումները եւ դրանց նկատմամբ գործուն միջոցների բացակայությունը հեղինակազրկում են ժողովրդավարությունը, բայց միևնույն է, այստեղ առանձին վերցրած երկրի լուծումներ չկան եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն են այն ինստիտուտները, որտեղ մենք պետք է քննարկենք այս հարցը, իմի բերենք մեր անելիքները եւ հասկանանք, թե ինչպես պետք է ավելի ամրացնենք ժողովրդավարությունը։ Համենայն դեպս մեր ընկալումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը այս հարցում պետք է գործի գլոբալ ժողովրդավարական հանրության հետ, նրան համընթաց եւ այսպես էլ կվարվենք։ Ժողովրդավարությունը մեզ համար չափազանց թանկ է, կարևոր է եւ մենք չենք կարող նմանվել նրանց, ովքեր ժողովրդավարության գործիքներն օգտագործում են ժողովրդավարությանը վնասելու համար։ Նկատի ունեմ, շատ ավելի վտանգավոր է ժողովրդավարությունը պաշտպանելու կարգախոսի ներքո ժողովրդավարությունը վնասելու հնարավոր գործելակերպը։ Բայց հարգելի ներկաներ, թույլ տվեք վստահորեն հայտարարել, իհեճուկս այս ամենի ժողովրդավարությունը Հայաստանում վստահելի ձեռքերում է։ Եվ խոսքն այս դեպքում ոչ թե կառավարության, ոչ թե կառավարող մեծամասնության, ոչ թե քաղաքացիական հասարակության, այլ ժողովրդի մասին է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Ժողովրդավարությունը քայքայելուն ուղղված այն գործիքները, որոնք հենց նոր թվարկեցի, բոլոր այդ գործիքները կիրառվեցին Հայաստանում ժողովրդավարության համար թերևս ամենախոցելի շրջանում 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, երբ Հայաստանում խորը քաղաքական ճգնաժամ էր առաջացել։ Ավելին, ինչ որ առումով 44-օրյա պատերազմը հիբրիդային պատերազմի մաս էր, որի թիրախում Հայաստանի պետականությունն էր, Հայաստանի անկախությունը։ Բայց գիտեք, հենց ժողովրդավարությունն էր, որ բառից բուն իմաստով փրկեց Հայաստանի պետականությունը ու անկախությունը։ Պատերազմը եւ դրան ուղեկցող ապատեղեկատվությունը այն գործիքներն էին, որոնցից օգտվելով հակաժողովրդավարական ուժերը մեզնից պահանջում էին պարզապես իշխանությունը հանձնել իրենց։ Մենք ասացինք, որ ժողովրդից ստացած իշխանությունը չենք կարող հանձնել որևէ մեկին, այլ կարող եք միայն ժողովրդին վերադարձնել։ 2001 թվականի ապրիլին ես հրաժարական տվեցի, արդյունքում լուծարվեց երկրի խորհրդարանը եւ մենք ունեցանք արտահերթ խորհրդարանական ընտրություններ սահմանային էսկալացիաների, Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի եւ տեղեկատվական ահաբեկչության պայմաններում։ Ոչ ոք չէր հավատում, որ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կրկին կստանա ժողովրդի վստահության քվեն։ Բայց ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխությունն առաջնորդած քաղաքական ուժը ոչ միայն կրկին ստացավ ընտրողների մեծամասնության քվեն, այլև ձևավորեց սահմանադրական մեծամասնություն։